Աստվածաշունչ չկարդալը մեղք է։ Աստվածաշունչը Աստծո խոսքն է, տրված մարդու փրկության համար։ Քրիստոնյան կոչված է լսելու եւ ընդունելու այդ խոսքը իր կյանքի մեջ։ Եթե մարդը անտեսում է Աստծո խոսքը եւ չի ձգտում ճանաչել այն, նա հեռանում է հոգեվոր սնունդից։ Այդպիսի անտարբերությունը կարող է դառնալ մեղքի պատճառ, որովհետեւ մարդը հրաժարվում է այն ճշմարտությունից, որը Աստված է տվել։ Սակայն եկեղեցին հիշեցնում է, որ մեղքը միայն չկարդալը չէ, այլ Աստծո խոսքը չլսելը եւ այն կյանքի մեջ չկիրառելը։ Աստվածաշունչը տրվել է մարդուն, որպեսզի մարդը ճանաչի Աստծո կամքը, Աստծո ճշմարտությունը եւ ուղղի իր կյանքի ընթացքը։ Ուստի քրիստոնյան պետք է կանոնավոր լսի եւ կարդա Սուրբ Գիրքը, թե եկեղեցում եւ թե տանը։ Այդ կերպ մարդը զորանում է հավատքի մեջ եւ պահպանում է իր հոգին մեղքից։ Թող Աստծո խոսքը մշտապես լինի մեր կյանքի առաջնորդը։ Ամեն։